Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ, առավոտյան խոսում ենք բժշկությունից, երեկոյան խոսում ենք քաղաքականությունից։ Այսօր կխոսեմ իրավունքի գերակայության և բոլշևիզմի մասին։ Իդեպ բոլշևիզմ բառը ի հայտ է եկել բոլշե, շատ, մեծ, շատ բառից։ Այսինքն այդ ժամանակին ցարական Ռուսաստանի փլուզումով, հեղափոխությամբ առանձնացան բոլշևիկներ և մենշևիկներ, և բոլշևիկների անունը եկավ նրանից, որ փաստացի շատ են։ Հիմա իրավունքի գերակայությունը ինչ կապ ունի սրա հետ, ուղիղ կապ ունի։ Բոլշևիզմը ինչ կապ ունի մեր ներկայի հետ, եկեք դրա մասին մի քիչ խոսենք, ու սա շատ կարևոր զրույց է, սա քաղաքացիական և քաղաքական գիտակցության հարցեր ենք մենք հիմա քննարկելու, քաղաքացիական և քաղաքական գիտակցության բարձրացման հարցեր ենք քննարկելու, և մի կարևոր նշում, որ ես ոչ թե խելոք եմ ձեզ խելոք բաներ եմ բացատրում, որ դուք էլ խելոքանաք, ժողովուրդ ջան, մենք համարյա նույն խելքին ենք, համատարած բոլորս։ Ուղղակի մի մասը մեզանից մի ոտ շուտ է մի բան կարդում, ուսումնասիրում, վերլուծում, մյուսը մի քիչ ավելի ուշ, բայց այսպես խելքի տալով առաջ են գնում։ Այսինքն, երբ որ ես կասեմ բաներ, որոնք ձեզ համար նորություն են, կամ միգուցե մոռացել եք, կամ միգուցե գիտեիք, բայց այդքան խորը չէիք հասկացել, կամ այդ տեսանկյունից չէիք դիտել, դա կրկնում եմ, ոչ թե ես ձեզ խելք եմ խրատում, այլ մենք խելքի ենք տալիս, որպեսզի մեր օրը, մեր կյանքը, մեր ու մեր սերունդների ապագան մեր ուզածով լինի։ Հիմա սկսում եմ Ազատություն ռադիոկայանի հոլովակից, սկսենք դա նայել ու տեսնենք ինչ, ես մեկնաբան եմ, ընթացքում, և այսպես, ստացել է 100%-ով օրգանիկ քվե, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե, Հենդուս ուզերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե։ Մարդը ասում է, որ 100%, կես միլիոն մարդ ընտրակաշառք է ստացել։ 100%-ը, կես միլիոն մարդ, ավելին կես միլիոն չի, 550,000 է, 540,000, կես միլիոնից ավել մարդ, որ կազմում էին ընդդիմադիր խոշոր երեք ուժերը, և այնտեղ ահագին ուժեր իհարկե ձայներ են ստացել, բայց պարլամենտ չեն անցնում։ Հիմա ստեղ մի հատ կարևորագույն հարց է գալի։ Ում պարտականությունն է այնպես անի, որ ընտրությունները կազմակերպվեն և անցնեն առանց ընտրակաշառքների։ Տատուս ողորմածիկ, չէ։ Ողորմածիկ տատուս պարտական, ձեր տատիների ու պապիների, կարծում եմ էլի չէ։ Բա ում պարտականությունն է այնպես անի, որ երկրում կես միլիոնից ավել մարդ, եթե դիցուկ ընդունում ենք, որ ընտրակաշառք է վերցել, ում պարտականությունն է այդ բարդակը կասեցնի, ինչ թվում է գործող իշխանությունների, մասնավորապես գործադիր թևի իշխանության, մասնավորապես գործադիր իշխանության ղեկավարի, Հայաստանի բարդակ սահմանադրությամբ դա վարչապետն է։ Հիմա, եթե մի վարչապետ, մի կառավարություն, մի գործադիր իշխանություն ընտրությունները կազմակերպել է այնց, որը 100%-ով ասում է, կես միլիոնից ավել մարդ ընտրակաշառք է վերցել, այդ իշխանությունը քանի օր պիտի պաշտոնավարի, այդ փաստից հետո, եթե ընդունենք, որ դա տենց է, և ինչ պետք է հաջորդի, բացի հրաժարականը նման իշխանություններին, մարդիկ հանցագործություն են, հանցավոր անգործություն են արել, ու բացահայտ դա խոստովանում են, բացահայտ, եթե դա այդպես է, հասկանում եք, դուք ոստիկան եք, պահակ եք, և ասում եք 100% սա գողացել են, իմ պահպանության տակ եղած օբյեկտում, պահեստում 100% սա գողացել են, ես բժիշկ եմ, մի բժիշկ գլուխ է գովում, որ իր հիվանդները, որոնց ինքը պետք է բուժեր, 100%-ով մեռել են, 100%-ով, ինչքան ինքը հիվանդ պետք է բուժեր, սաղ մեռել են, ինչ պետք է լինի այդ բժշկի հալը, և եթե ընդունենք, որ երկրում էպիդեմիա չի, էլի, մահացու ինֆեկցիայի էպիդեմիա չի, նույնիսկ ամենամահացու ինֆեկցիաների էպիդեմիաների ժամանակ 100% մարդ չի լինում։ Հիմա այս մարդն ասում է 100%-ով, ով ընձի չի քվեարկել,
ընտրակաշարքով է։ Հələ թողենք մի կողմ, որ դա վիրավորում է մարդկանց, զրպարտում է, այսինքն այն մարդկանց, ովքեր գնացել քվեարկել են։ Հիմա մի հատ նորից այդ պահը լսենք, մի քիչ շատ եմ զահլաները տանելու, բայց այդ պահը մի հատ նորից լսենք, էլի։ Նայ։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Հենդուս ուզերը ստացել են 100%-ով ընտրակաշարքով քվե։ Եթե ասում 100% դա ուրեմն սուտ է։ 100% ես չեմ կարող ասել, որ հիմա ստեղից ես գնամ ընդ ինչ կլինի մեր։ Նիկոլ Փաշինյանին ձայն չեմ տվել ու որևէ մեկից էլ կաշառք չեմ ստացել։ Սրանք են հանցագործ։ Ակցիագործ լինելը պետք է ապացուցվի։ Մարդիկ տարակուսած են վարչապետ Փաշինյանը հայտարարում է մի բան, որ անհնար է 100 հազարավոր քաղաքացիներ չէին կարող անխտիր կաշառք վերցնել։ Դա աբսուրդ է, դες բանոց կարող է բոլոր քաղաքացիներին մեղադրել, որ ով ոչ, sense ասենք էլի, ոչ ԿՊ-ի ձայնտողները ընտրակաշառք են վերցրել։ Նիկոլ Փաշինյանը իր 8 տարիների ընթացքում ինչ ասել է, երևի 90%-ը ճիշտի դուրս եկել։ Նիկոլ Փաշինյանը գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Տարոկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերի 5 միլիոնից ավելի ընտրողներին 4 օր առաջ մեղադրեց ընտրակաշառք վերցնելու համար, երբ նախընտրական փուլում հարուցված քրեական գործերով դատավճիռներ դեռ չկան։ Փաշինյանը համարում է, որ միայն իր ուժն է մաքուր ձայն ստաց։ Իդեպ, երբ որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Արամ Սարգսյանի կուսակցությունը ուժը գնաց այդ ընտրակաշառքներ բաժանելու համար, իբր թե ընտրություններից մի օր առաջ ասեց չեղյալ համարեք ուժեղ Հայաստանի գրանցումը, ինչ էին պատասխանել կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ասել էին այ մարդ, այդ անունը կա, ամանումը չկա, դատական վճիռներ չկան, աննեղության կանխավարկած կա եւ դատական վճիռներ չկան, որ գոնե մեկ ընտրակաշառք հաստատված եղել է։ Հետևաբար, այդ լուրերը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այդ լուրերը չի կարելի հիմք ընդունել եւ արգելել մարդկանց մասնակցությունը ընտրություններին։ Դա եղել է ընտրություններից մի օր առաջ իշխանությունը, իշխանության անձնական օգտագործման գրպանային կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական անկախ մարմին մի օր առաջ ընտրություններից ասել է դատական վճիռներ չկան։ Հիմա ասում է համատարած ընտրակաշառք է, բայց էլի դատական վճիռներ չկան։ Այս չի որ դատական վճիռներ չկան։ Ես ասում եմ դատական վճիռներ լինելու են եւ լինելու ընտրակաշառքի դեպք, բայց քանի դեպք եք ասելու։ Այդ 100, 150 թե 170 բռնած մարդկանցից քանիսին եք դեռ չապացուցելու, որ ընտրակաշառք է եղել։ Իրավունքի գերակայությունը սա է, բայց հələ իրավունքի գերակայությունը կանդրադառնամ։ Հələ կանդրադառնամ։ Հիմա շարունակենք լսել, ընթացքում կմեկնաբանեմ, հա։ Շատ մաքուր ձայն է, որ զինվորները մինչև գիշերը 12-ից կես ընտրատարածում է, շատ մաքուր ձայն է, շատ իդեալական։ Զինվորները, որ պետքա ժամանակին գնան ընտրատեղամաս, այդ ում կազմակերպելիքն է։ Դու կարաս մեղադրես, ասես խիա ենթադրենք, այս ինչ հիմնարկի աշխատողները, ենթադրենք բանկի աշխատողները, կոմունալի աշխատողները ուշ գնացել ընտրություններ, բայց զինվորները դա էլի գործադիր իշխանության, որի ղեկավարն է վարչապետը, որի պաշտոնին նստած է Նիկոլ Փաշինյան, այլ ձեր պատասխանատվության տակ է, քանի հոգի է ձերոնցից նկատողություն ստացել։ Դուք ինքներդ տանում եք ուշ զինվորներին։ Եթե նույնիսկ այնտեղ ոչ մի միջամտություն չկա, ինչ եք ուշ տանում։ Տանում եք ուշ, հետո ձեր ուշ տարածի համար չեղյալ եք համարում այդ ընտրատեղամասի քվեարկությունը, վերաքվեարկություն չեք նշանակում, հետո էլ ասում եք ախպեր, արանքով տուժում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, հետո ասում եք դե հիմա սենց ստացվեց։ Դա ձեր պատասխանատվության տակ է, ձեր, անձամբ ձեր պատասխանատվության տակ, շարունակենք լսել։ Ագրամատուր, ֆերիով լվացված ձայներ, ես կասեմ։ Ձեզ թվում է մեր կառավարությունը ընտրակաշառք չի տվել։ Թոշակները բարձրացնելը դա արդեն ընտրակաշառք է։ Հավաքորություն կոմիտեի տվյալներով Ոչ միայն թոշակները բարձրացումը, ընտրություններից առաջ ապահովագրությունն էր ընտրակաշառք, ժողովուրդ, որպեսզի հասկանանք դա ընտրակաշառք է, թե չէ մի հատ պարզ, շատ պարզ համեմատություն ենք անում։ Տաշիր Սամոն, Սամվել Կարապետյանը հարուստ մարդ է։ Ենթադրենք 10 միլիոն դրամի հիվանդանոցի փող է բաժանում մարդկանց, որ մարդիկ գնան հիվանդանոցում այդ փողով բուժվեն, վիրահատվեն եւ այլն։ Սա ընտրակաշառք է։ Իհարկե, շատ շատերը կասեն, որ սա եթե նույնիսկ ընտրակաշառք չի,
Սրանից ընտրակաշարքի հոտ է գալի։ Ժողովուրդ ջան, այդ նույն բանը Նիկոլ Փաշինյանը արել է տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դոլարների, ոչ թե դրամների։ Հիմա սա ընտրակաշարք է թե չէ։ Եթե սա ընտրակաշարք չի, ուրեմն ցանկացած քաղաքական ուժ կարա հիվանդանոցում, որտեղ 65 տարեկանից ավել մարդիկ են, չէ, ապահովագրությամբ սպասարկվել։ Եվ 200,000 դրամ ավել ստացող մարդիկ են վճարել եւ ապահովագրվել։ Հիմա եթե մարդը ոչ 65-ից բարձր է, ոչ էլ 200,000-ից ավել է ստանում աշխատավարձ, հետևաբար չի իննում ապահովագրության տակ։ Ոչ էլ սոցփաթեթ ունի, ոչ էլ պետպատվերի, նախկին պետպատվերի ցուցակի շահառու է։ Հիմա եթե մարդը, այսինքն մարդ, որը պիտի իր գրպանից փողը տանի վճարի, եթե Նիկոլ Փաշինյանը այն մյուսներին 100 միլիոնավոր դոլարների ապահովագրությունը ապահովում։ Հիմա վերադառնանք այս մարդկանց։ Այն մարդն էլ Սամվել Կարապետյանն էլ այս մյուսների առողջությունն է հոգ տանում։ Այստեղ տարբերությունը ո՞րն է, մենք ինձ կա բացատրեք։ Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եթե մի բան կարելի է երկրի վարչապետին, ուրեմն կարելի է ամենավերջին գործազուրկին։ Եթե կարելի է, ուրեմն կարելի է, վերջ։ Բոլոր նրանք, ովքեր այս թեզն են անում, որ ընտրակաշարքա բաժանվի։ Ես գիտեմ, որ ընտրակաշարքա բաժանվի, բայց ես ասում եմ, ընտրակաշարք բաժանողի, այսպես ասած, շանգլուխը թաղված է Նիկոլենց Բոստանում։ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ձեռքով արդյունքի բաժինը ընտրակաշարքի եղել նախընտրական շրջանում։ Որտեղ այդ ընտրություններից մի ամիս առաջ էին մարդիկ այդ պետպատվերից օգտվում, 2 ամիս առաջ էլ 8 տարի ժամանակ ունեիր, ապահովագրություն մտցնեիր։ Այս խայտարակ ձևով մտցրեցիր, բա դա ընտրակաշարք չի։ Մյուսը թոշակների բարձրացումը, եթե մեկը հիմա 10,000 դրամ ընտրություններից 2 ամիս առաջ սկսում է թոշակառուներին տալ, կարա մյուսն էլ գնա ամսական 10,000 դրամ տա այն մյուսներին։ Ինչի՞ չի կարա որ։ Ինչի՞ չի կարա։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Եվ եթե այն 10,000 դրամ տալը ընտրակաշարք է, Նիկոլի արածն էլ է ընտրակաշարք։ Բայց ի՞նչն է հարցը, Սամվել Կարապետյանին ինչու են մեղադրում, եւ ոչ միայն Սամվել Կարապետյանին, մնացած ուժերին էլ։ Ხო չեն ասում գնացել են հատուկ փող են բաժանել տնետում։ Մեղադրանքը տենց չի։ Ասում են սրանք հատուկ սխեմա են մտածել, որ կանչել են մարդկանց, ու այս սխեման իրոք տենց է, էլի, կանչել են մարդկանց, ովքեր գերդաստան ունեն, շատ ձայներ կարան իրանց բերեն, այս մարդկանց ներգրավել են նախընտրական գործընթացում, գրանցելով որպես իրանց շտաբի աշխատող, շտաբի համար ծառայություն մատուցող, թերթիկ բաժանող, իրազեկման ակցիա իրականացնող։ Այսինքն, այս մարդիկ թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Այն ինչ Նիկոլենք մեղադրում էին, որ ընտրակաշարք է եղել, թղթերով ամեն ինչ ճիշտ է։ Հիմա նույն ձևի Նիկոլենց մոտ է թղթերով ամեն ինչ ճիշտ է, թոշակ ենք բարձրացրել, առողջության ապահովագրություն ենք ներդրել։ Բանկեր քո մոտ էլ թղթերով ճիշտ է, նրանց մոտ էլ է թղթերով ճիշտ։ Էլ ինչ ես պրետենզիա բերում։ Էլ պրետենզիան չես բերում։ Ես էլ սենց մի հատ տրամաբանական շարունակենք։ Այս Լով փետրվարից մինչև հիմա ընտրական հանցագործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա եւ 52 հոգի են կալանավորված, 48 տնային կալանքի տակ։ Գործերի մեծ մասը առնչվում է Ուժեղ Հայաստանին, 24-ը Ծալկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։ Այս 5 ամսվա ընթացքում 242 մարդու են մեղադրանք առաջադրել։ 20 քանի հոգի Ծառուկյանի վրա են բռնե, 10 քանի հոգի Քոչարյանի։ Էդ է սա, այդքանն եք բռնե։ Դրա համար եք է շուխուրն անում։ 100 քանի հոգի էլ թե 100 հոգու չափել բանի թվերը բատեկեք նորից թվերը լսեք հələ լսեք սրանց կես միլիոնի շուխուր են անում բայց լսեք քանի հոգի են բռնե հələ լսեք 11-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այս 5 ամսվա ընթացքում 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, մասը առնչվում է Ուժեղ Հայաստանին, 24-ը Ծառուկյանի առաջնորդած կուսակցությանը, 52 հոգի են կալանավորված, 48 տնային կալանքի տակ։ Գործությունների վերաբերյալ 115 քրեական գործ կա եւ Սաղ 115 քրեական գործ կա։
52 հոգի են կալանավորված, 48 հտնայի կալանքի տակ։ Գործերի մեծ մասը առնչվում է ուժեղ Հայաստանին, 24-ը Ծաղկյանի առաջնորդած կուսակցությանը, 11-ը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս 5 ամսվա ընթացքում 242 մարդու են մեղադրանք առաջադրել։ Դատարան է ուղարկվել 14 քրեական գործ, որ պետք է 240 հոգի 5 ամսում։ Թե իրանք քանի հազար վիրահատություն են արել, այդ իրանք ապահովագրությամբ, էդի հաշիվ չի։ Այս ընտրություններում դրակաշարժումից բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքները ամփոփելը պիտի բանդում լինի։ Եթե ոչ, ուրեմն դատայրական համակարգը գործում է ընդդեմ պետության եւ պետությունը պետք է արձանագրի։ Այս է կոչվում իրավունքի գերակայություն։ Նայեք ժողովուրդ, պատկերացրեք բոլորս հավաքվել ենք մի սեղանի շուրջ խաղ ենք խաղում, լոտո ենք խաղում, չգիտեմ, կարտ ենք խաղում, բլոտ ենք խաղում։ Կա խաղի կանոններ։ Խաղի կանոնները բարձր են ամեն ինչից։ Կապ չունի դիմացը տովա նստած, ուժեղ խաղացող, թույլ խաղացող, հանցագործա, կներեք արտահայտությունը մարմնավաճառա, բժիշկա ով է։ Խաղի կանոնները բարձր են ամեն ինչից։ Եթե մեկը կրվել է, ըստ խաղի կանոնների, ուրեմն կրվել է։ Եթե մեկը հաղթել է, ըստ խաղի կանոնների, ուրեմն հաղթել է։ Դու չես կարա հաղթող կողմին վերջում ասես հələ մի րոպե, բայց գիտես էսի մի հատ փիս բան արե։ Եթե դատվածություն ունի, հա ինչ անենք դատվածություն ունի։ Բա գիտես նրան արգելված է կազինոներում մուտքը, հա ինչ անենք։ Նստե խաղացել ես։ Խաղի կանոններ կա։ Ես կարճ համառոտ պրիմիտիվ ձևով եմ ասում, պարզունակացնում եմ, բայց դա կոչվում է իրավունքի գերակայություն։ Ճիշտը ամեն ինչից բարձր է։ Եվ իրավունքի գերակայությունը կանխատեսելիություն է ստեղծում։ Եթե մենք նստում ենք մի խաղ խաղանք, օրինակ, պատկերացրեք խաղի կեսից կանոնները փոխվում է։ Դու էլ չգիտես հաղթելու ես թե պարտվելու ես։ Կանոնը փոխվել։ Եվ ամենավերջում մի հատ էլ է կանոն փոխվում։ Որպեսզի կանոնները կանխատեսելի եւ կայուն լինեն, պետք է այդ իրավունքի գերակայություն։ Դա ինչի համար է պետք, որ 3 միլիոն մարդ իրար հետ համագործակցի, 3 միլիոն մարդ իրար հետ առևտուր անի, 3 միլիոն մարդ գնա հայրենիքը պաշտպանի, հարկեր մուծի։ Եթե խաղի կանոնները ամեն քայլափոխի փոխվելու են, դու չգիտես այ մարդ, հիմա դու գնացիր բանակ, մի տարի հետո փոխվելու է կանոնը, պարզվի, որ դու Հավայի էիր գնացել բանակ, Հավայի պատերազմ էինք անում, Հավայի բանակ էինք պահում։ Դու ես գործի մեջ փող ես դնում, որ մեկ էլ մի տարի հետո պարզվում է, որ անիմաստ ես արել, կանոններ են փոխվել, փողը առաջվանը չի, տոկոսը նույնը չի, կուրսը նույնը չի։ Սրանք բաներ եմ օրինակներ եմ բերում, որոնք կարան որոշակի տատանվեն, բայց նույնիսկ նման տատանումները ահռելի կրիզիսի պատճառ են դառնում։ Վերցնենք դոլարի կուրսը։ Միայն դոլարի կուրսի տատանումը, որը որոշակի, այսպես խաղի կանոնի փոփոխություն է, դա ահռելի տնտեսական ճգնաժամի պատճառ կարա լինի։ Շրջափակումը, չգիտեմ, մի երկրի կողմից արտահանման կամ ներմուծման արգելքը, դա ահռելի ճգնաժամի պատճառ կարա դառնա։ Բա պատկերացրեք, որ ընդհանրապես օրենքները, իրավունքները սկսում են այսպես հարաբերական աշխատել։ Այսինքն ամեն, չգիտեմ, 6 ամիսը մեկ, ամեն ընտրություններից առաջ կամ ամեն ընտրություններից հետո խաղի կանոններ է փոխվում։ Դա քանդում է երկիրը, ո՞նց է քանդում։ 3 միլիոն մարդ դադարում են իրար հետ հարաբերվել ըստ օրենքի։ Դադարում են մարդիկ հարաբերվել ըստ օրենքի։ Չկա ճիշտ։ Ուստեղ ինչն է սկսում, ստեղ սկսում է զորբայությունը։ Ստեղ գալի կանգնում է, որ ընկեր կարաս զորբայությամբ, կարաս արա։ Նիկոլը հելավ գիշերը ժամը 2-ին ասեց մենք հաղթած ենք։ Ամբողջ թիմը հասկանում էր, որ պրավալի առաջ է։ Նիկոլը վեր կացած հաղթած ենք։ Ինչ կարա կանեք։ Ուզում եք հելեք փողոց։ Հելեք փողոց կողեմ դուբինկի տակ լցեն բերտերը։ Ինչ։ Էս է դառնում զորբայությունը։ Բռնությունը դառնում է հարցի լուծում։ Իսկ սա քանդում է երկիրը, հանրությունը։ Հիմա հանրության կեսը Նիկոլ Անդրե, կեսը Նիկոլ չի ընտրել, ավելի ճիշտ կես պլյուս 1 հոգի։ Նիկոլ չի ընտրել։ Այս բևեռացվածությունը քանդում է հանրությունը։ Իսկ սենց հանրությունների վրա ցին ու արծիվ, անգղ մանգղ, լեշ են մանգալի, ասեն թուլացած հանրություններ են մանգալի։ Գիշատի չում վրա է այդում, երբ որ հոտ է տեսնում, երամակ է տեսնում, ում վրա է այդում։ Վիրավորի վրա, հոգնածի վրա, թույլի վրա, պառակտվածի վրա։ Բա դու գիտես երկրի վրա ինչ ես բերում։ Դու կես միլիոն
կես միլիոնից ավել քվե տված մարդկանց, ասում ես ինչ բերանդ գալիս, սա այն դեպքում 700,000-ից մի քիչ ավել ձեն ունես։ Այսինքն դու իրանցից 200,000 ավել ձեն ունես։ Եվ Պրիտոմ այդքան ասում եմ ադմինիստրատիվ ռեսուրս եւ այդքան պաշտոնական պետական ընտրակաշառքներ տալով հանդերձ վերջում էլ դու չես ուզում համաձայնվես, որ այն 4% այն մարդուն զասլուժի տարե, կրել անգեր, 10 քանի հոգի գործ ունես Ծառուկյանի դեմ, դու ո՞նց ես նրան պարլամենտից դուրս թողում, ինչա թե դու ուզում ես լինես 3/5-ով, որ ավելի հեշտ է մի քանի պատգամավոր գողանալ են թիմերից եւ սահմանադրական փոփոխություններ անել։ Ժողովուրդ ջան, սա ձեր տունն է քանդում, սա մեր տունն է քանդում։ Դուք հիմա հերճվանքով վեր եք ընկե։ Երկու գերխեղտ, որ իրար փրթում են, այն աստիճանի չի հասցնում, որ դիմացինը հաշմանդամ դառնա, որտեվ գիշերը գելը գարու է։ Էքի համար իրար ուտում են, որ ով ում կխեղճացնի, որ էքը ում կլ, ենթադրենք, կամ մի ոսկորի կտորի համար, կամ ոհմակում իրանց հիերարխիկ դիրքը հաստատելու համար։ Բայց այդ ծեծ ու ջարդը լինում է մինչև այն պահը, ես գամբրի մասին եմ ասում, գելխեղտի մասին, մինչև մեկը հանձնվում է, եւ մինչև մեկը զիջում է, էլ չի խեղտում, չի սատկացնում, հաշմանդամ չի դարձնում, ինչի, բայց գիշերը գելը գալու է, եթե նա սրան հաշմանդամ սարքեց կամ սպանեց, սատկացեց, նա գելի դեմ գիշերը ոնց է կարանալու, եւ բոլոր այն գերխեղտները, որոնք սատկացրել են իրանց Ախոյանին, մրցակցին, նրանք բնությունից սելեկցիա են եղել, գիշերը գելը եղել է, իրան էլ է խեղտ է, իրան էլ է կեր է, իրա ձագերին էլ, իրա էքերին էլ սախ։ Դրա համար սելեկցիա է եղել, մնացել են միայն այն գերխեղտները, ովքեր տոլերանտ են, ովքեր հասկանում են, որ կան կարմիր գիծ, որոշակի փուլի ցենկում, էլ չես ծեծում, էլ չես վնասում, որտեղ դա վերջին հաշվով քո ոհմակի մի փոքր քեզանից ավելի ցածր դիրքում գտնվող հիերարխիկ, բայց քո ոհմակի ներուժն է, քո թիկունքը պահողն է, գելի դեմն առնողն է։ Հիմա ժողովուրդ ջան, հանրությունը սենց կիսած է, ու այն կես միլիոնից ավել հատվածին, որոշել է տփի միջև վերջ, նսեմացնի միջև վերջ, ավաղը գելը գալու է, հաստատ գալու է, մի վարկյան չկասկածես, ոնց ենք դիմադրելու, իչքան խորացա այ մարդ, հրտենանք ստեղել ինչ հետաքրքիր բան են ասում, Նախաքննության կամ դատաքննության մեջ գտնվող որևէ գործի, սա ուղիղ միջամտությունն առաջին է դատական գործի, երկրորդ ամենական քաղաքավարակի կողմից խախտում է։ Այո, երբ որ ասում ես դատավորները, սրա մասին ուղղակի խոսալով չեմ ուզում կրկնեմ, երբ որ ասում ես դատավորները դուրեն պետության դեմ են աշխատում, ինքը դատական իշխանությունը իշխանական թևերից մեկն է, որը հավասար է իր դիրքով գործադիր թևին եւ օրենսդիր թևին, իր դիրքով դատական իշխանությունը հավասար է։ Դատական իշխանությունն գործադիր աչքն վարչապետն ու դատարանները, սահմանադրական դատարանը, վճռաբեկ դատարանը, սրանք հավասար մակարդակի են պետության մեջ։ Սրանք երկուսն էլ հավասար մակարդակի իշխան։ Դու ո՞նց ես ասում, ուրեմն դու այսինքն հերիք չետքան մարդուն ընտրակաշառք ես ասում, ու այն դատավորները, որ իր ուզածով վճիռ չեն կայացնի, նրանք պետության դեմ են, այսինքն պետական դավաճանություն են անում։ Եթե Նիկոլի Բոզը չես, ուրեմն պետական դավաճան ես։ Ամփոփենք բանաձևը այդպես։ Եթե Նիկոլի Քացը չես, ուրեմն պետական դավաճան ես։ Շատ պարզ, ամփոփ։ Եվ այն դատարանը, որ այդ որոշումներ կայացնում, դատարանն ասեց, Նիկոլեց Խաթր ասեց, որ այդ օրինական է, այդ կամ լավ, իսկականից արդարադատություն արեց։ Այդ երկու տեղամասերը, որտեղ Ծառուկյանից ձայները խլեցին։ Այդ անվավեր ճանաչել օրինական է, բայց պնդեց, որ պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողով վերա քվեարկություն նշանակի։ Դատարանի վճիռը դա վերա քվեարկություն պետք է լինի։ Դու չես կարող դատարանի վճիռը չանես։ Եթե դու դատարանի վճիռը չես անում, հիմա ինչա նշանակում։ Պետական
գործադիր իշխանությունը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չգիտեմ, այն մյուսը չեն անում դատարանի վճիռը։ Բախի պետք է մնացած ամբողջ ազգը դատարանի վճիռն անի։ Դատարանը որոշել է, որ չի կարելի այս ինչի հողը խլել, այս ինչից գողանալ, այն ինչի սպանել։ Դատարանը այդպես վճիռներ է կայացրել։ Այս մեկին տնային կալանք, այն մեկին այս ինչ արգելանք։ Բա եթե դատարանի վճիռը ոչ մի բան է, բա 3 միլիոն մարդ խի պետք է դատարանի վճիռը բանի տեղ դնեն։ Կրկնում եմ, օրենքի առաջ բոլորն են հավասար։ Բոլորը։ Եթե դատարանի վճիռը չի վերաբերվում Նիկոլ Փաշինյանին եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, չի վերաբերվում ՔՊ-ին, ուրեմն դա չի վերաբերվում Մանասյան Հայկին, չի վերաբերվում Պողոսյան Պողոսին, չի վերաբերվում ոչ ոքի, որովհետեւ օրենքի առաջ բոլորն են հավասար։ Բայց ինչի է Մանասյան Հայկը հնազանդվելու դատարանի վճռին, որովհետեւ ուժը չի պատում, որ չհնազանդվի։ Այսինքն սա ոչ թե իրավունքի գերակայություն է, այլ ուժի եւ բռնության, հարկադրանքի, զորբայության նկատմամբ ուղղակի այդ զորբայության գերիշխանություն, գերակայություն, դոմինացիա։ Պրոստը, բա ինչ եմ անելու ես։ Ես ինչ եմ անելու։ Ես նստել եմ մտածել, թե ախպերացած իշխանը կամ գնալու եմ, չէ, չեմ գնա իհարկե։ Կամ գնալու եմ, կամ ես եմ ուժ մոբիլիզացնելու, որ ավելի մեծ ուժով կարողանամ այդ ուժի դեմն առնեմ, կամ այդ ուժի մեջ փորձելու եմ այնց վիճակ ստեղծեմ, որ այդ ուժը իր մեջ քայքայվի, կամ սпасելու եմ երբ են դսից խփում այդ ուժին, հարվածում, երբ են այդ ուժին նեղը գցում, որ ես այդ կողից հասնեմ, ես էլ դաբի տանեմ։ Հասկանում եք։ Ես չեմ ասում սենց բաներ եմ անելու ու սենց բան անելու կոչ չեմ անում։ Ես տարբերակներն եմ նկարագրում, թե ինչ է անում արժանապատիվ թույլը, եթե իրավունքի գերակայությունը փոխարինում են զորբայության գերակայությամբ, բռնության գերակայությամբ։ Կարամ անում եմ, լավ եմ անում, ճիշտ է սխալ է, այդ ինձ չի հետաքրքրում։ Ով որ սենց է պայման մտցնում պետություն, իսկ եթե գործադիր իշխանությունը սենց պայման է մտցնում պետությամբ, դու ամբողջ երկիրն ես սարքում կրիմինալին հակված։ Այդ օրերին, անկեղծ եմ ասում, ժողովուրդ, այդ օրերին ես դες մի քիչ կրիմինալից մի քիչ տեղյակ եմ, տենց հպանցիկ։ Փառք Աստծո, հպանցիկ եմ տեղյակ, բայց միտս անգնում նորից դրանց ապրած կյանքը։ Նորից միտը սանգնում ընդհանրապես այն բոլոր պարտիզանական եւ այլ գործընթացները, որոնք եղել են, ասենք, բանը բռնատիրությունների, թշնամիների կողմից գրավված լինելու, մի խոսքով համաշխարհային պատմությունը որն է։ Նորից հիշում ես այդ մարդկանց ոնց են իրանք ադապտացվում այդ պայմաններին։ Որովհետեւ երկու տարբերակ կարժանը պետք է մարդը չի կարա տարբերակներից այն մյուսը թուլանալ եւ հաճույք ստանալ։ Նախընտրի։ Արժանապատիվ մարդը ման է գալու, ոնց նախ ինքը իր հարցերը լուծի, հետո ոնց անի, որ իրավունքի գերակայություն մտնի։ Իրավունքի գերակայությունը այլ ընտրանք չունի։ Եթե մտածում ես ազգի պետության մասին, իրավունքի գերակայությունը այլ ընտրանք չունի։ Իրավունքի գերակայությունը ոնց է։ Գրվում է մի հատ սահմանադրություն, որը հիմնվում է ընդհանրապես մարդու իրավունքի, ազատության, այդ լավ բաների վրա, հետո մի մարդու պես խելոք էդի պահում են։ Եվ ով խախտում է այդ թվում գործադիր իշխանությունը, ուղղակի արդարադատություն է իրականացնում իր նկատմամբ, որտեղ վճիռը կայացնում է դատարանը։ Վճիռը կայացնում է դատարանը, սա էլ է։ Գրածը պայմանավորված է։ Վճիռը ես չեմ կայացնում, դու չես կայացնում, վճիռը կայացնում է դատարանը։ Վատա վճիռ կայացնում։ Հասնում ենք վրա, որ դատարանը լինի ընտրովի մարմին, կամ հասնում ենք նրան, ով որ դատարանին ընտրել է, այդ մարմինը մեր կողմից է, չէ՞, պարլամենտը մեր կողմից է ընտրվում։ Դեռ պարլամենտի կողմից է հաստատվում, ենթադրենք, այդ բարձրագույն դատավորները։ Ուրեմն հասնում ես, որ պարլամենտը խելքը գլխին էլ, եթե առանձին պատմություն է։ Գնահատական ընդդիմադիրներին դրողների հասցեին զրպարտություն է, իսկ իրավապահ համակարգի վրա ուղիղ ճնշում այն քրեական գործերով, որ հարուցվել են այս ընտրական փուլում, պնդում է Տիգրան Հայրապետյանը, որ ընտրակաշառքի գործերից մեկով փաստաբան է։ Ին գործը օրինակ Կամո Պետրոսյանի պատով, երբ որ նույն վարչապետը եւ քպայական բոլոր պատգամավորները գրեթե խոսում էին, որ դեպի ունեցել ընտրակաշառքի դեպք, Հայաստանի Հանրապետության դատարանը, հակակոռուպցիոն դատարանը, գտել է, որ այդ գործողությունը ինչի մեջ մեղադրում են իմ պաշտպանյալին Կամո Պետրոսյանին, լիարժեք մտնում է նախընտրական կառավարության գործողությունների մեջ։ Իրենք չեն հարգում դատական ակտի հեղինակությանը, իրենք չեն ենթարկվում դատական ակտին եւ հաստորեն Հայաստանի Հանրապետության անունից կայացված դատական ակտը հենց իրենք են հեղինակաբերում։ Ըստ փաստաբան Տեսակ, դատարանը որոշել է, որ այդ ում որ մեղադրում են ընտրակաշառքի մեջ,
Այդ մարդը քարոզարշավար է եւ աշխատավարձ է ստացել, ոչ թե ընտրակաշարք։ Դատարանն է վճռել, սրանց վեճ ինչի։ Ասում են, հա ինչ անենք, դատարան տենց է որոշել։ Ժողովուրդ, այն պետությունները ձեզանում միգուցե դուք Աստծո որդիներ եք, ձեր դեպքում ուրիշ բան լինի։ Բայց այն երկրները, որոնք սենց բաներ են արել, որ հələ ես մեկին չգիտեմ, որ մարսել է։ Չգիտեմ։ Համենայնպես եթե նույնիսկ եղել են առանձին բացառիկ դեպքեր, այդ երկրներն են քանդվել։ Այդ երկրներն են վերջին հաշվով կործանվել, ջնջվել։ Բնությունը տես բան չի սիրում, այ մարդ։ Բնությունը դաժան է։ Խիստ դաժան է։ Եթե դու քո յուրայինին ուտում ես, դու քո յուրայինի հետ յոլա չես գնում, յուրայինի հետ չես կարում համախմբես, բնությունն ասում է թռար դու, թռար։ Քեզ ստեղծել եմ որպես սոցիալական էակ, հա։ Դու պետք է սոցիումի հետ ինտեգրվես, հա։ Սպասում եմ ինտեգրվելուդ, սպասում եմ համագործակցություններիդ, սպասում եմ խելքի տալուն։ Չարեցիր, հայդա։ Քեզ որոշել ես արջի կամ վագրի պես պահես, Տենց լներ ենա դու էլ արջի վագրի պես միայնակ կենթանի կլներ, սոցիալական էակ չէր լինի։ Դու սոցիալական էակ ես ստեղծվի, այ մատ, դա միլիոնավոր տարիների էվոլյուցիա է։ Դու ինչ ես հիմա որոշել տենց մի քանի տարում քո հիմարությունից ելնելով։ Ու էլի բայց սենց ազգեր են սելեկցիա եղել։ Բնությունը ջնջել է ազգեր, ժողովուրդներ, պետություններ, կայսրություններ, սենց ախմախ քայլերի համար։ Ջնջում է նա, չի նայում։ Արդար ես, ճիշտ ես, մեջը լավը կար, կին կար, մանուկ կար, ծեր կար, չի նայում։ Սով, համաճարակ, արտաքին ագրեսիա, ներքին խռովություններ, ժողովուրդ ջան։ Լավ ես, մի քանի բան անցնեմ, օրվա լրահոսի, ես են ռուսնա, որին ռոզիսկ էին տվել Ռուսաստանում, զվարթնոցում ձերբակալել էին։ Այսօր ազատ են արձակել։ Հիմա նայեք, ձերբակալ ռուսաստանցի բլոգեր եւ մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկուն ազատ են արձակել, հայտնում է Ազատության ռադիոկայանը։ Մանրամասներն ասեմ։ Ուրեմն Ռուսաստանը ռոզիսկ է տվել, Հայաստանը բռնել է։ Դաշնակիցներ ենք, չէ՞։ Հայաստանը բռնել է, բայց օրենքը սենց է, 72 ժամվա ընթացքում Ռուսաստանը պիտի նշան տա, որ ահա լավ ես արել, որ բռնել ես ու հետագան կամ շարունակի պահել քո մոտ միջև տնանք ինչ ենք անում, կամ պիտի հանձնի Ռուսաստանը։ Ռուսաստանը իմացել է, որ սրան բռնել են ու ոչ մի արձագանք չի տվել։ 72 ժամ այս մարդը մնացել է ձերբակալված։ Այնուհետև ազատ են արձակել, այս իր փաստաբանի խոսքերն եմ ասում, ազատ են արձակել իրավունքի ուժը, որտեղ Ռուսաստանը ռեակցիա չի տվել։ Այսինքն ստեղ հայերը բռնել են Պուտինի քամակը մտնելու համար, որպեսզի այն հայերը, որ ասում են, այդ Նիկոլ ենք, էլի։ Այն նույն ԱԱԾ-ն, այն որ Քոչարյանի բանն է ցույց տալի վիդեոն, հեսա Քոչարյանի վիդեոին էլ կհասնենք։ Բռնել են, ու որ հեսա Ռուսաստանը կասի դե լավ, ոնց որ դու արդեն իրոք նշաններ ես տալի Ռուսաստանին հաճոյանալու համար։ Ռուսաստանը շանտեղ չի դրել։ Ինչ անեն բռնել ես։ Սրանց թվում էր հեսա Ռուսաստանը կասի հա բան արտահանձնեք։ Սրանք էլ էս ազատամիտ մարդուն, ազատամիտ մարդ, ազատ խոսքի համար հետապնդվում է։ Ազատ խոսքն էլ ասեմ ինչա ասե։ Ռուսաստանում ցույց են տվել, որ շատ խիստ ֆիստիս բաներ արած եւ ձերբակալված ոչրագործների նկատմամբ ինչ կոպիտ են վարվում, խոշտանգումներ եւ այլն ականջ կդրել բան։ Նու ըստ ավանդույթների որոշակի հատկապես կովկասյան, էդի ոնց որ ասած իրերի դրության մեջ մտնում է, էլի։ Իրերի կարգի մեջ մտնում է։ Ռուսերեն ասում են «Порядки вещей»։ Բայց դա օրենքով արգելված։ Այս մարդը խոսացել է, որ խոշտանգել եք, հասկացանք, բայց խոշտանգել եք։ Դրա համար այս մարդու նկատմամբ քրեական հետապնդում։ Հիմա այս ազատամիտ մարդուն դեմոկրատական Հայաստանի, դեպի Եվրոպա գնացող Հայաստանը ինչ անում, ձերբակալում է։ Ռուսաստանն էլ ասում է, հա ինչ անը, մի խոսքով բաց են թողել։ Էդի տենց իմացեք։ Մի րոպե տեսնեմ, հեսա հաջորդ նյութս ներկայացնեմ։ Հա, բանը դիմել են Քոչարյանի ելքի արգելքի համար, դիմել են հնարավոր բոլոր ինստանցիաներին, դատախազություն, ԱԱԾ, բան, ասեն Քոչարյանի վրա բան կա,
ինչ որ քրեական գործ կա, ինչ որ արգելքի, ելքի արգելք կա, բոլոր գերատեսչություններն ասել են, որ չկա։ Բայց այրոպորտում բռնել են։ Ինչի համար? Show must go on։ Քոչարյան ենք բռնում։ 8 տարի։ Լավ, հիմա Բրիտոն ԱԱՑ-ի վիդեոն, կամերան Քոչարյանի նկարած հայտնվում է լրագրողների ձեռքում։ Ժողովուրդ, կարող է շոուի համար լավ է, բայց սա բարդակ է։ Մի օր ուշադիր եղեք։ Ես կրկնում եմ իմ Facebook-յան ընկերներից մեկի խոսքը։ Մի օր TikTok-ում տենալու եք, այդ նույն Civic AM-ում տենալու եք, ունիտազի մեջից ոնց է ձեր ծակը նկարած ու հրապարակած։ Էդի իմացեք, մի օր էդի տենալու եք։ Ոնց կարա ԱԱՑ-ի վիդեոն հայտնվի, ասենք, Նիկոլ Փաշինյանի անձնական թերթում։ Ոնց կարա։ Այսի ախորա ինչ է։ Անենց եսի մի ջիջել չի, տոմսա տալի, տոմսա վերցան, անվագիրա ցույց տա, ինչ-որ բան չկա էլի արտարոցը թե։ Հա որ Քոչարյանն է կարելի է, նոր է ասում, նստած խաղում ենք, այ ընկեր, խաղը կանոններ ունի։ Դու չես կարող այդ կանոնները խախտես, որտեղ դիմացդ Քոչարյանն է։ Հիմա Քոչարյանի հետ նստած խաղում ես։ Որոշել ես նստես խաղաս։ Քոչարյանը չի չգիտեմ, դաշնակները չեն նիկոլական են, ՔՊ-ը։ Հիմա ՔՊ-ին որ խաղանք, կրվենք, չբրիտանք։ Հա, որտեղ ինքը ՔՊ-ական է։ Բա քեզ կաղով է դա։ Բա զրկի անձնագրից, բա զրկի քաղաքացիությունից։ Բա սահմանադրությունը ճղի թափի, ասա, տես բան չկա։ Սաղսութա ախպեր։ Եվ ունգունես գլուխդ քորի։ Որ Քոչարյանն է տես բան կարելի է, հա։ Տես ուրախանում եք, հա։ Ու գիտեք, որ դու կարող ես այդքան չեք հասկանում, բայց դա գործադիր իշխանություն է, դու Եվրամիության, Եվրոդիտորդները տեսել են ինչ են անում Հայաստանում։ Տեսել են ոնց են 4%-ը զորբայությամբ խլում ձեռներից։ Եվ ինչ արձագանք են տվել, ոչ մի արձագանք էլ չեն տալու։ Ինչի համար։ Դե ինչ կապ ունի Եվրոդիտորդա թե ռուսադիտորդա։ Այդ շլապշան, որ կախել էին, որ ռուսը փիստն է եվրոպացին լավն։ Ահա անգեր աման մեկ դրա շանը առաջ տանում։ Իմ համար ռադիկալ այդ խնդիրը փոխվավ, ես կարակ ասեք միամիտ ես եղեք, կարակ ասեք սխալ ես եղեք, կարակ շլիքը բան ասեք։ Իմ հաշվարկն էր, որ հաշվարկը չէ հույսը, այն էր, որ Նիկոլն ու Եվրոպան, Ամերիկան չեն թողի, որ Զանգեզուրի միջանցքը տեղը լինի։ Այդ նոյեմբերի 9-րդ կետը հեչ կանեն։ Ես այդ հույսը ունեցել եմ, որ եթե Արցախի հետ կապված ռեսուրս չունենք, չենք կարող մեր իրավունքներին տերել ենք, որտեղ շատ բարդ է այդտեղ հարցերը, մեր տարածքի հետ, այսինքն միջազգային տարածքների հետ, միջազգայինորեն ճանաչված, չնայած դա էլ մի առանձին կեղծ կատեգորիա է, բայց եւ այնպես ընդունենք այտենց, այդ միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա, ինչ խնդիր կարայինք ունենայինք, բայց հենց Եվրոպան, հենց Ամերիկան, հենց Նիկոլի հետ, ամբողջ շոուն սարքին, որ ռուսից խլեն էդի, տան ամերիկացուն, որ ադրբեջանցիների Թուրքիան գնան գան, բայց նենց են տվել, որ դա երրորդ կողմն է կարա փայատեր դառնա։ Երկու կողմի համաձայնությամբ։ Աղա Ադրբեջանը կա փայատեր կդառնա։ Ինչ խնդիր։ Սենց դրանց քո սահմանապահը չի կանգնում քո տամոժնիկը, չի կանգնում, ոչ ոք չի ստուգում։ Դուք ընդ հերու կամերաներով, դատչիկներով պետք է տենաք, բայց կոնկրետ աշխատողները նույնիսկ հայ չեն լելու, լելու են միջազգային կազմակերպությունից, ամերիկացի կասենք թե։ Այդ դեպքից հետո, այդ մեծ դավաճանությունից հետո, փագը արևմուտքի թեման էլ, Նիկոլի թեման էլ, իշքան ուզում եք գովացեք, հիմա իրանց փիսը չզգալու համար, իրանց անբարոյական կոդրված չզգալու համար, մի քանի արևմտամետներ գովում են այդ միջանցքը, որտեղ չգովեն ստացվում է իրանց արևմուտքը իրանց տենց արեց, գովում են այդ միջանցքը, շարունակեք գովալ, որորը իշխանության եկանք, այդ անխոչնդոտ անցման դրույթը պետք է դուրս գա, գոնե ամեն ինչ անել են, որ այդ անխոչնդոտ անցման դրույթը դուրս գա, Հայաստանում ոչ ոք չի կարա անխոչնդոտ անցնի դառնա, ոչ ոք, Ատենց են անկախություն պահում, այս ինչա։
Այս մասին արդեն խոսացի, այս ինչա, այս էտա, որ Քոչարյանի վրա գործ չկա, պրոստը, բեսպրեդել, որտեղ ժողովուրդը բոլշևիկ են, էլի, բոլշևիկ, քանի որ շատ ենք ուրեմն տենց, լսի իրավունքի գերակայությունը հետևյալն է, եթե ամբողջ երկիրն են մի ձև ասում, մի հոգի ուրիշ ձև ասում, այդ մի հոգու ասածը կարա անցնի, եթե իրավունքը իր կողմից է, եթե ճիշտը իր կողմից է, դա է իրավունքի գերակայությունը։ Ասենք Ամերիկայում հիմա հավաքվում են, ժողովուրդ կեսից ավել է, ասում են նախագահը պետք է 3-րդ ժամկետ է թա։ Ասեն չի կարա տենց բան լինի։ Չի կարա ու վերջ։ Всё, իրավունքի գերակայություն։ Ենթադրենք սեռական առանձնահատկություն ունեցող անձանց պետքա թիսպից բաներ անել, չես կարող անես ընկեր։ Հիմա Հայաստանում լես հարցում անես, մանավանդ Նիկոլ ընտրած այդ զանգվածի մեջ, մի ահռելի մասը կասի, որ սեռական եւ ոչ միայն սեռական առանձնահատկություններով մարդկանց նկատմամբ պետքա լինել շատ փիսփիս ձևի վատ բաներով անելով։ Որ հարցնես, հանրակրվեի դնես, այդպես կասեն, բայց իրավունքի գերակայությունն ասում է չես կարող, այ բոլշևիկ։ Իշքան ունես շատ եղի։ Չես կարող, անգեր այդ մարդը իրավունքներ ունի անօտարելի, գիտեք ինչ ասում անօտարելի, որ ինքն էլ գնա ասի ես հրաժարվում եմ ես իմ իրավունքից, չի կարող ասի։ Ասենք օրինակ, ստրկության դեմ արգելքը, ստրկության, մարդը չի կարող գնա հրաժարվի իր ազատ լինելուց։ Գնա ասի, «Վсё, ես ուզում եմ այսօրվանից ստրուկ լինեմ»։ Չի կարող, եթե իրան ծախի։ Իր կամքով չի կարող իրան ծախի որպես ստրուկ։ Անօտարելի է, նույնիսկ ինքը չի կարող օտարի դա։ Պատկերացնում եք սա ինչ է։ Իրավունքի գերակայությունը սենց բան է, որ ճանաչում է անօտարելի իրավունքներ, որ նույնիսկ մարդը չի կարող հրաժարվի դրանցից։ Ինքը իր իրավունքից չի կարող հրաժարվի, անօտարելի է։ Մահապատիժ չկա Հայաստանում։ Եթե նույնիսկ սերիական մարդասպան բռնեն, չեն կարող մահապատժի ենթարկել։ Կյանքի իրավունքը անօտարելի է։ Դե առանձին սահմանափակումներ կան, որ երբ որ այդ մարդուց սպառնալիք կա, երբ որ ինքը կարա մեկ ուրիշի կյանքի վտանգ սպառնա, կամ այդ պահին իրական սպառնալիք է ուրիշի կյանքի, նոր կարան այդ մարդու հարցերը լուծեն։ Մինչ այդ պահը, եթե ինքը ուրիշի կյանքի սպառնալիք չի ներկայացնում, կոնկրետ ուղիղ, այդ մարդու կյանքը անձեռնմխելի է։ Եվ սերիական մարդասպանին նույնիսկ ցմահ բանտարկություն տալիս են, բայց մահապատիժ չեն տալի։ Սենց է կարգը, այ ընկեր։ Բա եթե սա սենց է, դու ո՞նց ես կայնում ասում, Քոչարյան 11 հոգի կողմից բան է, ընտրակաշառքի գործով հետապնդվում են, հա ով է հետապնդում, Նիկոլը, Ծառուկյան, քո մոտից 15 հոգի է հետապնդում, իսկ Սամվել Կարապետյան, քո մոտից 100 հոգի էլ չկան, 5 ամսվա մեջ 100 հոգի չի դզվել։ Ու վերջ ես քո հանդեպ քտրական եմ, անգեր չես կարա, անթույլատրելի է։ Իրավունքի գերակայությունն է դա, հավաքվում ենք, որոշում ենք խաղի կանոնները, կոչվում է սահմանադրություն, հիմքն է, պետական, քաղաքական, իրավական ինստիտուտների հիմքն է, կամ գագաթն է հիերարխիայի։ Երբ որ ոստիկանը, որ հիերարխիկ, յանի ավելի բարձր է, մոտենում ասում է, խի ես սենց բանանում, ասում է, հոպ է, լնայի սահմանադրությանը տես ինչ է ասում։ Եվ որ վարչապետը գալի ասում է, սենց չի սենց է, Գյուղապետն ասում է, մի րոպե, պարոն վարչապետ, հələ վերև նայի, հիերարխիայի գագաթի սահմանադրություն կա։ Հələ տես ինչ է ասում։ Սա է կոչվում իրավունքի գերակայություն։ Հələ տես սահմանադրությունն ինչ է ասում։ Իհարկե մեր սահմանադրությունը դա ապականված է ինչքան հնարավոր է, բայց իդեա սահմանադրության, դա որպես ինստիտուտ։ Նույնիսկ այս ապականված սահմանադրությամբ սրանք անում են հանցագործություններ։ Նույնիսկ այս դեպքում, որ ամեն ինչ տարած դրած է իրանց տակը, սրանք անում են հանցագործություններ։ Ինչու՞։ Որովհետև սահմանադրության մեջ մեխանիզմներ չկան, թե ոնց անես, որ սրանք սենց հանցագործություններ թույլ չտան։ Ամփոփենք, հա, Դիլիջանի Հասմիկը Սողոմոնյան գրել է Դիլիջանի այդ Հաջիևի այցը Դիլիջան, ու ինչն էր հետաքրքիր, ասում է Ռուբեն Վարդանյանը, որ այդքան ներդրում արել Դիլիջանում, այդ այգում, որ այդքան ինչ որ վերականգնման աշխատանքներ ու ջանքեր արել, ծախեցրած այգում, Ռուբեն Վարդանյանը այդ ներդրումներն անելով հանդերձ, հիմա Բաքվի բերդում փդում է, իսկ Նիկոլենք
բան Հաջիևին այդ նույն այգում հանդիպել են, գոնե մի ուրիշ տեղ տանեիք, Մի խոսքով էս էլ շատ կարևոր դիտարկում է իմ կարծիքով։ Եվ մի հարց էլ, երևի սրանով ամփոփենք։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը, հələ լսեք, վարչապետի տիկնոջ կարգավիճակով մեկնելու է ԱՄՆ։ Նա մասնակցելու է առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի 4-րդ ամենամյա միջոցառմանը, որը տեղի է ունենալու Նյու Յորքում։ Գործուղումը նախատեսված է 2026-ի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածը։ Վարչապետը հանձնարարել է աշխատակազմին ապահովել գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը։ Հիմա արդեն մարդու կնիկ են։ Աստված օրհնի իրանց միասնությունը, Աստված օրհնի իրանց մի բարձի ծերանալը եւ այլ։ Դրա մասին չեմ ասում։ Ախ Նիկոլ Փաշինյանի կին ինչ առաջի տիկին։ Առաջի տիկինը նախագահի կինն է, այ ընկեր։ Պետության գլուխը բոլշևիզմի հաղանդավոր առաջնորդը չի։ Պետության գլուխը նախագահն է։ Թեև այդքան էլ չեմ սիրում այդ ձևակերպումը, ասում եմ, ես նախագահական համակարգի կողմնակից եմ։ Ու այս պարլամենտական համակարգում ընդհանրապես ապականված է ամեն արժեք ու հասկացություն, որ կա պետական քաղաքական։ Միակ տեղը, որ էսի ապականված չի, դա Բրիտանիան է, որտեղ ոչ միակ տեղը, բայց ամենայն դեպս մոնարխիկ, թեկուզ ձևական մոնարխիաները պահած համակարգերում, որ էլի միտեղ ասում ես երկրում միապետ կա, թագավոր թագուհի կա, կայսր կա, Ճապոնիայինը կայսր է, եթե չեմ սխալվում։ Իրանք կան, էլի միտեղ հասկանում ես, տրադիցիա են պահում։ Բայց հիմա վերադառնամ։ Լավ, այդպես առաջի տիկինը նախագահի կնիկն է, քո կնիկն ինչ կապ ունի։ Դա նույնն է, որ Ալեն Սիմոնյանը վաղը վերկին ասի, լավ, Ալեն Սիմոնյանը համար օրինակ չբերեմ։ Վերջը Գերագույն խորհրդի նախագահ վերկին ասի, իր կնիկը եթում է որպես առաջի տիկին։ Ասենք ով շուտ զարթնեց առավոտ, ասում է այսօր առաջի տիկին իմ կնիկն է։ Արողակարգային տենց է մարդ։ Նախագահի կինն է առաջի տիկինը, պետության գլուխի կինն է առաջի տիկինը, կին ունի։ Կամ ամուսինն է։ Եթե այդպեսին ունի, այսինքն առաջի զույգը, առաջի ամուսին, եթե սենց ասեմ։ Քո կնիկն ինչ առաջի տիկին։ Մեզ էլ ուրիշ բան չեմ խոսում։ Վարչապետի կինն ինչ առաջի տիկին։ Մի հատ էլ ուղարկում են գաստրոլների բանը, առաջի տիկնանց բանին։ Վաղնը տեսեք ով կա, պարապ մնացած։ Ծախսեր են քաշում բանում, սա ուղղակի իմիջայլոց։ Եվ մի բան էլ շատ կարևոր, իհարկե ուզում եմ կարճ կապեմ, բայց շատ կարևոր է սա։ Վահագն Հովհաննիսյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, այդ խոսում են մի խոսքով, ինչի չեն վերաքվեարկություն դնում, որովհետև կլինի tactical voting, բանը, տակտիկական քվեարկություն։ Էդի որն է, որ դու գնում ես ոչ թե քրճով ու համոզմունքներով ես քվեարկում, այլ օրինակ քվեարկում ես հետին մտքով։ Օրինակ, արի եթե Սամվել Կարապետյանին ընտրեմ, որովհետև ես ենթադրենք ուզում եմ Գուրգեն Սիմոնյանին, Գուրգեն Սիմոնյանը չի անցնելու, դժվար անցնի։ Դրա համար եթե Սամվել Կարապետյանին, ենթադրենք, ես մի օրինակ եմ բերում։ Կամ, չգիտեմ, արի եթե սրան ընտրեմ, որովհետև էսի Չարյաս փոքրագույնն է։ Սա էլ է տակտիկական ընտրություն։ Տակտիկական ընտրությունը այն դեպքն է, երբ որ դու ոչ թե քո սրտով սիրածին ես գնում ընտրում, այլ գնում ընտրում ես նրան, ինչ որ ում ավելի հավանական ես համանում կամ եւ այլն։ Սա կոչվում է տակտիկական քվեարկություն։ Ու սա նորմալ է։ Սա օրենքի խախտում չի, սա սահմանադրության խախտում չի, սա նորմալ է։ Պետությունը պարտավոր է ապահովի մարդկանց քվեարկելը։ Իսկ թե մարդիկ ինչ տրամաբանությամբ ընտրություն կանեն, դա պետության շան գործը չի։ Դա իրենց գործը չի։ Ինչ հիմա ուզում գնում ընտրում է։ Միայն չի կարա կաշառքի համար ընտրի, հայտի խնդիրը։ Էլ ինչի, վсё։ Մեկը եթե մարդու սպառնացել են ինչ որ, գնում տենց է քվեարկում։ Տակտիկական։
ու ասում է ընտրություններից առաջ մի վիճակ էր, հիմա ուրիշ վիճակ է, բա ուրիշ վիճակը դրա համար ես դնում, պրիտոմ այդ տակտիկալ voting-ը, այ քաչալ շուն, այդ տակտիկը նկարը հիմա դեմս է, էլի, այ քաչալ շուն, դու իշ շուն, դու ամբողջ 21 թվականի ընտրությունները տակտիկալ voting ալել է, այսինքն տակտիկական են մարդիկ ընտրել, գնացել են ընտրել Նիկոլին, որ Քոչարյանու ախու, ամբողջ 21 թվականի, այսինքն ձեր կազմակերպված ամբողջ 21 թվականի ընտրությունը այտենց է եղել, բախ ինչ չեղարկեցիք, իսկ այս ընտրությունները ինչ պակաս տակտիկալ voting ա եղել, ձեր ամբողջ քարոզարշավը ատելություն գեներացնել, Ղարաբաղցիների նկատմամբ ատելություն գեներացնել, Ռուսաստանից եկող քվեարկող ժողովրդի նկատմամբ ատելություն գեներացնել, բոլոր նրանց նկատմամբ, որ Նիկոլին դեմ են։ Բա ինչ էի կանում, ձեր ժողովրդին ինչ էի կանում, ատելություն եք սերմանում նրանց դեմ, որ գան ձեզ ընտրեն։ Դուք ինքներդ ձեր ամբողջ տրամաբանությունը նախընտրական, այդ տակտիկալ voting-ի վրա եք սարքել։ Հիմա վիճիշլի, ասում է Վենետիկի հանձնաժողովը ինչ որ մի հատ միտք անցնել, տո քեզել, քո Վենետիկի հանձնաժողովն էլ, ձեր սա հանձնաժողովներն էլ իրար հետ վերցրած։ Հայաստանի Հանրապետության քաղաքաց դու պիտի կողած ունենաս ցանկացած միջազգային դատարան ու միջազգային հանձնաժողով։ Մինչև դու չհասկանաս, որ ինքդ պետք է որոշես, որն է քո համար լավ ու վատ։ Իսկ նրանք ընդհանրապես կոնսուլտանտ են, մինչև դու ես այս ժողովրդին եմ ասում, ոչ թե իշխանություններին։ Ժողովուրդ, դու պետք է սենց որոշես։ Դու պետք է եթե ասես քո դատարանին ասես դու ինչ ես ասում, քո падգամավորին, քո սենատորին ասես դու ինչ ես ասում։ Քո խոսքը որն է, քո վճիռը որն է։ Վենետիկի հանձնաժողովն ինչ։ Խորհրդատվական մի հատ բան ասել, դա ի՞նչ կապ ունի։ Դա ի՞նչ կապ ունի։ Ու Վենետիկի հանձնաժողովը չի ասել, որ դες բան չի կարելի։ Ուղղակի Վենետիկի հանձնաժողով անունն են տալի, որ իրանց էշ գեղցի համբալ հետևորդները հուզվեն այդ բառից ու ասեն, հա, ուրեմն ճիշտ ասում։ Մի հատ նյուվասուկի էլի, տեսեք այդ բառը ասում, որ հուզվեն անհասկացողները։ Ինչ Վենետիկի հանձնաժողով։ Տակտիկալ voting լավ է, տակտիկալ voting անում, քո ինչ գործնանք է։ Դու պարտավոր ես ընտրություն կազմակերպել, քվեարկության թափանցիկությունը ապավել, վերջ։ Գնա գործին մնացած ով իշ տրամաբանության կընտրի իր գործն է։ Եվ ամփոփեմ հետևյալ մտքով։ Դիմում եմ մեր ժողովրդին, հատկապես ընդդիմադիր, ոչ իշխանական։ Ժողովուրդ ջան, այս բողկերը, որ Նիկոլը իր շայկայի հետ կերավ, սա իրանց քթերից գալու է, մեր քթերից էլ է իհարկե գալու, բայց իրանց քթերից էլ է գալու։ Ես չգիտեմ էլ ինչ էլ պետք է ժողովրդին բացատրելու համար, որ գիտեք ինչ կա, երբ որ ձեզ Ռուսաստանի դեմ պատերազմի են հանում, քարոզելով Ադրբեջանի հետ հաշտություն, երբ որ ձեզ ասում են, որ Պուտինը մի հատ ստից տուֆտաբան է, այս Ալիևից վախեցեք, զգուշացեք, երբ որ sense քարոզ են անում, ու այս ամեն ինչը եվրո ասոցացման, այսպես սալաթի մեջ շաղախած, տեսեք, այ էսա ձեզ եվրոպական արժեքները, դեմոկրատիան եւ այլն։ Որ պահ եկա բոլշևիզմը խոդում եք։ Հավաքում ենք շատ մատ գլխականակի վրա մեր ռեզուլտատը ստանանք։ Իրավունք, օրենք, սահմանադրություն չկա։ Ինստիտուտներ, համակարգեր, պարտավորություններ պետական չկա։ Կա ամբողջ գլխականակ եւ այդ գլխականակի գլխին կանգնած մի հոգի ոչ այնքան adekvat հոգեկան ներաշխարով, բայց սկզբունքները չէ, սկզբունքայնությունը, այսինքն գիտես ոչ թե ինքը սկզբունքներ ունի, այլ ինքը անverջ պատրաստ է ադապտացվել, ցանկացած բարոյական եւ իրավական նոր պատրաստ է խախտել, անverջ պատրաստ է ճկվել, այ այս սկզբունքը իր մոտ չի փոխվում, մի խոսքով, երևի թե խերը է սա, երևի թե լավ է, որ սենց են իրանց պահում, իրանց լիքը մարդ հիմա մի քիչ ոգևորված է, հեսա կամաց կսկսի հասկանալ, որ արա խափին,
Էս էլ էր սուտ։ Այս ժողովրդավարություն բան միակ կետի վրա որ տենց սևեռվել էր, էդ էլ էր բլեֆ։ Իհարկե դի վաղուց էր բլեֆ, բայց էդ էլ էր բլեֆ։ Բացահայտ ցույց տվեցին։ Եթե այս ընթացքում Ծառուկյանն ենք բան մի քիչ էլ իրանց բարեպաշտ ձևով պահեն, մի քիչ ամպերից իջնեն, մի քիչ սադրանքների չտրվեն, դա վերաբերում է նաև մնացած ընդդիմադիր ուժերին, մի քիչ իրանց զուս պահեն, ժողովուրդը դա գնահատում է, ժողովուրդը ամեն ինչ կհասկանա։ Այս ժողովուրդը, որ 60% մասնակցություն ա ունեցել, իսկ իրական թվերով, եթե հաշվենք, որ մի 400,000 մարդ ցենց տնից Հայաստանում չի, այդ ընտրողներից, մոտավորապես 70-ից 75% մասնակցություն ա դե ֆակտո այդքան մասնակցություն ա եղել։ Ու դե յուրե 59-60% մասնակցություն, դա ահռելի, այս ժողովուրդը սաղ տենում է, սաղ ջոգում է։ Այնպես որ հալբատ խերնել էս է, սրանց դիմակներ, այն իրանց համակիրների, այն մի քանիսը կան, այս էլ ասեմ կներեք, ասում եմ սահմանափակեմ, բայց ես էլ պետք է ասեմ։ Նա ինչ ասում, ասում է Պուտինը պետք է չլնի, դրա համար եկեք տանկ սպանենք, քանդենք, ջարդենք։ Ռուսաստանը սենց եկեք տանկ ջարդենք։ Ժողովուրդ, այն մի հատ հայկական լավ անեկդոտ կա, որ ասում է ինչ ես, ոսկե ձկնիկ ա բռնում, թե ինչ ալնում, ոչ շեմ, անեկդոտը մոտավորապես սենց է։ Ասում է ինչ ես ուզում քո համար լինի, բայց ասում է ինչ քո համար անեմ, հարևանիդ կրկնակի ավելի լավն եմ անելու։ Ասում է դե երկու տարբերակ կա, ասում է մի աշկս թող քորանա, մի դեպքում էլ ասում է մի թեթև միկրոինֆարկտ եմ ուզում։ Յանի հարևանին, որ ավելի մощնի ինֆարկտ լինի։ Այդ նախանձ է, էլի։ Այսինքն, ընկեր, չի լինի, որ դու քո համար ուզես ինչ ուզում ես, ոչ թե այն մյուսի դեմ։ Ասենք դες կլինի ժողովուրդ։ Էլի մտավորական մարդիկ բան, ոչ մի դեպքում այլևս, արա կլինի Ռուսաստանին հանգիստ թողեք, դուք ձեր համար ասեք ինչ եք ուզում։ Դուք սենց օրինակ Ռուսաստանն գոյություն չունի, ասենք ընդ անապատ է։ Դուք ու սա անապատ է կողոպուշտ, ինչ եք ուզում, ախպեր, ինչ օրենք ու կարգ եք ուզում ես երկրի համար։ Դուք էլի ձեր համար որոշել եք։ Ինչ ձևի հարաբերություններ եք ուզում, էլի ձեր համար որոշել եք։ Ուզում եք բոլշևիզմ լինի, թե իրավունքի գերակայություն։ Ուզում եք այդ մեծամասնության այդ պահի տրամադրությունը, որը լուրջ գիտակցություն էլ չկան դե։ Այդ պահի տրամադրությունը, այդ պահի իլյուզիաները, այդ պահի ցասումը, հիացմունքը, զարմանքը, խապկանքը, էդի դառնա երկրում կարգ, թե մի հատ ճարտարապետություն լինի իրավական, հստակ վերիցված սահմանած, ու այդ ճարտարապետական համակարգը, որ կոչվում է պետություն, որով ազգը պետականորեն կազմակերպելով դառնում է պետականորեն քաղաքական ազգ, իրավունքի գերակայությամբ ապրի, որտեղ վերևում կլինի իրավունքը, թուղթ, ցանկացած մեկը ցանկացած մյուսի հետ խնդրեմ ունենալուց հղում անում թղթին, անցնում է, չի անցնում, գործի է դրվում ուրիշ մեխանիզմներ, ասենք իրավական, իրավապահներին է կանչում, ոստիկանություն է զանգում, կամ եթե ձեռնճար չկա, ինքնապաշտպանություն է իրականացնում։ Կլինի տենց ապրենք, թե բոլշևիզմ եք նախընտրում, ենթանենք սաղ անապատ է կողներս, նա դուք ձեր համար որոշեք ինչ եք ուզում։ Հասկանում եմ, որ ռուսի նադու պատրաստ եք Հայաստանը վարի տակ, ոնց որ ճիշտ թե սխալ, բայց հետ չեմ կանգնում այդ մտքից։ Սամվել Բաբայանին իշխանություն չտալու համար ասում եք, պատրաստ են Ղարաբաղը հանձնեն թուրքերին, մենակ թե Սամվել Բաբայանին վլաս չտան։ Հիմա դուք եք պատրաստ եք Հայաստանը փուրը տակ, մենակ թե գիտես ինչ կա, ռուսական կողմնորոշման ուժերին բերեք ուրիշ աչական ուժ, բերեք ինձ ցույց տվեք աչական ուժ, որը ռուսական ազդեցության տակ չի։ Եվրոպաները ձախականներ են, բոլշևիկներ են, աչականներն են ռուսական կողմ, մեկ ուրիշ ուժ ցույց տվեք ինձի։ Կասեն դու ստեղծի, հարց չկա ստեղծեմ, բեր մի քանի միլիոն դոլար դու ստեղծեմ, կասեմ փող չկա։ Որտեղ է փողը ճարես, լինելու է կրիմինալ, անցյալի հետ կապված, ներկաների հետ կապված, դա մի հատ առանձին խոսակցություն է։ Սրա մասին ես առանձին ձեզ հաշվետվության ձևով կներկայացնեմ։ Այս մի հատ առանձին խոսակցություն է։ Իշխանությունը, նախկիններ, ներկաներ, փողը, ռուսականը, եվրոպականը եւ այլն։ Բայց թերևս այսքանը, հերիքա սրա նրա ինադու, ասում է ինադա էլերին քամակտուր գելերին։ Հերիքա սրա նրա ինադու քամակներդ գելերին տակ։
Շնորհակալություն ուշադրության համար։ Ցտեսություն, բարի գիշեր։